Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն վարչապետ, նաև այս առիթը օգտագործելով ուզում եի նաև նշել, որ ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում, եթե մենք ցանկանում ենք մթերատվության բարձրացում ունենալ, դա միայն պահվածքով չի սահմանափակվում կամ պահվածքով չի պայմանավորվում, պահվածքով, այսինքն անասնաշենքը դա պահվածքի ձևն է, պայմաններն այն։ Հետևաբար 3 կարևոր բաղադրիչ կուզենայի առանձնացնել, որը 3-ի պահպանման դեպքում նոր մենք ունենում ենք համալիր արդյունք, մեկը դա իհարկե պահվածքն է եւ կառավարության այս ծրագիրը խթանում է հենց արդյունավետ պահվածքի մեխանիզմները, երկրորդը դա գենետիկան է եւ գենետիկայի համար է, որ կառավարությունը տոհմային կենդանիների նաեւ ձեռքբերման աջակցության ծրագրեր է իրականացնում, նաեւ հիշեցնեմ մեր գործընկերներին, որ կառավարությունը 2025 թվականին արհեստական սերմնավորման համար փոխհատուցման ծրագիր է իրականացնում եւ այստեղ մենք 70%-ի չափով փոխհատուցում ենք եւ ծրագիրը մեկնարկել է արդեն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, այդտեղ մենք եղած գենետիկան բարելավում ենք արհեստական սերմնավորման միջոցով եւ երրորդը, որը որ շատ կարեւոր է նաեւ պահպանել, դա կերն է, սնուցումն է։ Եվ այստեղ կերի արտադրության համար էլ մենք մի քանի տարբերակներ ենք առաջարկել եւ քչերն են հիշում, որ կառավարությունը լիզինգի, ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում հիդրոպոնիկ կերի սարքավորում ձեռք բերելու համար այնտեղ անհրաժեշտ 20% կանխավճար կա, այդ 20% կանխավճարի 80%-ը կառավարությունը որպես դրամաշնորհ է տալիս եւ արդեն սարքավորումը ինքը օգտագործելով կարողանում են մարդիկ առանց գրավի միջոց ունենալու ապահովման անհրաժեշտություն կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է։ Որովհետև հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանը դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես, որ դա գիրք է, երկրորդ ձեռդ չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպման ժամանակ սենց շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպման մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը, 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։ Այսինքն, որովհետեւ այդ մեղուն գիրք է, որը պետքա կարդաս։ Հիմա կարանք ասենք շատ լավ։ Տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ։ Բայց եթե գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է։ Նույն պատմությունն է։ Որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում նրա մասին, որ մենք 2018 թվականին այս բանի խեղճ մարդու, բանի անճար մարդու եւ այլն պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ որ չափով ճշմարտություն կա եւ այս մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է բանանում, վկայում։ Որովհետեւ մենք այդ թվում 2018 թվականից մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք մի քիչ այլաբաներեն, հետո ավելի ուղղակի, որ ասել ենք, որ աղքատությունը հաղթարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթարման, եթե արդյունավետ աշխատանք է։ Որտեվ եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքա հենք չի,
Ինքը աշխատանքը մոտավորապես պատկերացրեք, այդ նույնն է, թե բան է անում։ Մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, ցեխի մեջ է, որ ընկնում, կամ պարտադիր չի, ձյունի մեջ, ցեխի մեջ եւ այլն։ Չեմ կարող այդ բառը գտնեմ, հայերեն տեղապտույտ, բայց հիմա ասում ենք, այս մեքենայի ստից դուրս գալու ձևը աշխատանքն է։ Շարժիչը միլիոնի տակ աշխատում է։ Բայց չի առաջ գնում եւ արդյունքում այդ շարժիչը մոտորը խփելու է։ Սրա մասին է խոսքը։ Որովհետեւ եթե այդ աշխատանքը գիտելիքի վրա ինքը զարգացում չունի, հա, ասում եմ, այսօր խնդրեմ կա։ Ես ինքս եմ ինձ մեկ հարց տալիս, այսքան շատ որ կրթության մասին խոսում ենք եւ այլն, ես ասում եմ մարդիկ կասեն, այս ինչ են, մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում։ Բայց էլի գոնե մենք, ես անձամբ եւ համոզված եմ բոլորս, մեր փորձը ունեցել ենք։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով դրա հետ ես ամեն օր իմ նամակագրությունը կարդում եմ, իմաստն է վերահասցեագրում եմ ձեզ։ Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ։ Մարդը հաց չունի։ Սոված է, մենք բայց կարեկից ենք, չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետք է մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ Չորրորդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, ինչ, հետո ինչ եղավ։ Չորրորդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն է նա, որ պետք է մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք գիտելիքահենք, մարդը ինքը իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։ Չի լինում ուրիշ կերպ։ Չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Եվ սա է խնդրեմը, եւ այս խնդրեմը, եւ այս որ մենք բան ենք անում, սկսում ենք, ասում ենք 3000 մետրից սկսում ենք, հետո 3000 մետրը դասում ենք 6000, որովհետև 3000 մետրի դեպքում ծրագիրը 0 է, ոչ մեկ հետաքրքրված չի։ 6000-ը 12000, 12-ը 24000, 24-ը 48, 48-ը 96, ու ստացվում է, որ մենք խոշորի պաշտպանն ենք, բայց իրականում մենք աշխատողի պաշտպանն ենք, որովհետև հակառակ դեպքում էդ էլ կա։ Լավ, մի օր տվինք, հաց 2 օր տվինք, հաց 3 օր տվինք, հաց 4 օր, 5-րդ, 10-րդ, այդ ում փողով ենք այդ հացը տալիս։ Ում։ Այդ գումարը, որը պետական բյուջեն կամ թեկուզ պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պետք է հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց ենք եւ ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք ինչ կրթության միջոցով պետք է լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա, ես այդ հարցին անդրադառնում եմ իմ բանախոսությունների ժամանակ, որ տենց հանգամանքների բերումով ստացվեց կրթություն նորաձև շարժման ընթացքում այդ ասելիքը ձևավորվեց, բայց դա կառավարության նիստում ասելու ասելիք չի, որտեղ երկար է կամ հարմար էլ չի։ Բայց էս է մեր խնդրեմ, պետք է հասկանանք։